Հանրապետական կուսակցությունը պիտի ակտիվանա նոր դեպքում։ Դոդի գագո հասկանալի է։ Ուրեմն ինձ տեղ ասում են գոյություն ինչ-որ մի հատ մե բռունցքա մտես տեղ ինչ-որ բանա գրում, կոմենտարի գրում եւ այլն, հարգելի ժողովուրդ։ Ես այս բոզի տղեն է, այս բոզի տղեն է։ Ահա։ Так։ Ես չգիտեմ ով այս մե բռունցքի տակ, ես քո մամային ծծծնեմ բոզի տղա։ Ով ինչ, նեն բանա Վահան Ավագյան։ Վահան Ավագյան, Վահե Եսայան, ես երկու աղախպի տղեկն են։ Մտեք տուն ու տեղը ծծծրեք։ Ինչ ուզում եք, ես աղախպի տղու բան գրեք։ Այդ թո գրի, ինչքան ուզում է։ Գագո Վահան Ավագյանի մամային հետ հիմա ծծծրա Արտագալստյանի կնգանով, այն Վահե Եսայանի տուն ու տեղով։ Գագո ջան զբաղվի։ Անցակ առաջ։ Ամեն ինչ գիտեք գրեք այդ բոզի տղուն հանգիստ ու եթե հանկարծ որևիցե մեկն ու մեկին կզանգես բոզի տղեն այդ նույն Վահան Ավագյանը ասում ես փախի մորը տունեն բրծավ իրանք այնքան չմո են հարգելի ժողովուրդ որ վախենալու բանելու չկա չէ դուք տեսաք ոնց է եթերով մարդը լացը առանց կաշկանդվելու սիրելի կանայք սիրելի տղամարդիկ սիրելի տղաներ տուն ու տեղը ծծծրեք բրծավ անցեք առաջ սա ով է Ուրեմն մեզ ահազանգում են հանրապետության փողոց, ուր այս ազնվորությունը, Արմեն Մկոյան։ Արմեն Մկոյանը հանդիսանում է էլիտ գրուպի սեփականատերը ախրքալակից է, ուդուցա, չգիտեմ։ Հիմա հայր եւ որդի։ Ես հիմա դիմում եմ Արմեն Մկոյանին։ Ինքն Արմեն Մկոյան։ Գրեք հասցե հանրապետության փողոց, Նրբանցք, տուն 10, որտեղ գրանցված է 9 անց, որի շորսը անչափահաս։ Դուք այդտեղ առել եք հողատարածք City Center-ից, բայց չեք բերել զրոյական վիճակի։ Այսինքն հիմա ոնց որ ես գնամ տուն առեմ, կոմունալա, հարկա, մարկա, թուրքա չբերեմ զրոյական վիճակի, առեմ դա բնականաբար փոխանցվում է իմ վրա։ Հիմա այս մարդիկ թե քեզ ոնց են տուն ծախե ինձ զևենարը այդ տարածքի մարդկանց ովքեր 40 թվից հələ առաջ այդտեղ ապրում են, դու ձեր քեզ բերե այդ մարդկանց սեփականությունը, ոնց ինչ շետ արկրը։ Հիմա դու գիշերու ցերեկ սրանց տան կողքը ֆրֆռում ես հանրապետության փողոց նրբած տուն 10-ով, ասելով որ Նրանք պիտի ըտից դուրս գան, այդ 9 հոգին, որտեղ կա 4 անչափահաս անց։ Գործերը գտնվում է դատարանում, մի հատ բողոք ես տարի, ես իմ ինչ ես։ Ուրեմն նայ ինչ ենք անում, ընկեր Արմեն Մկոյան, շատ հանգիստ։ Գտնում ես 4 սենյականոց բնակարան Երևանի կենտրոնում, որտեղ ուզում ես։ Սարյան, չգիտեմ, այդ արդեն դու որոշի։ 4 սենյականոց բնակարան տրամադրում ես այս ընտանիքին, այս 9 հոգանոց ընտանիքին, եւ այդ 300 քառակուսի մետրանոց հողատարածքը այդ հանրապետության փողոց նրբանց տուն 10 եւ այլն վերցնում ես քեզ։ Ոչ թե մարդկանց ասեց ես ձեզ 2 տարվա տանվարձ եմ տալım, գնացեք ապրեք, տանվարձը կողի ոռդ։ Եթե դու այս մարդկանց ուզում ես ըտից հանես, տալիս ես կվարծիրա կենտրոնում։ Մարդի 40 թվից ապրում են կենտրոն։ Պիտի մնան կենտրոն։ Լուծում ես տան հարցը 4 սենյականոց։ Ոնց որ արեց այն բանը Նեպտուն համիկը չէ, փողը տվեց բրծավ։ Տուն ես առն տալի, փող չես առն տալի եւ քանդես, կծրծփես, կավիրես դու գիտես։ Եթե հանկարծակի դու այս հարցը չես լուծել, բայց փորձել ես այս մարդկանց բանը վտարել, ուրեմն դու դառնում ես իմ ուշադրության էպիկենտրոնի այն ամենակարկառուն թիրախավորված անձանցներից մեկը, Արմեն Մկոյան։ Դու էլ ախր քյալակցի ես, ջավախքեցի ես, թե որտեղից ես, այդ եկուտեղից մեկն ու մեկն ես։ Ջավախքի կամ ախր քյալակի ժողովրդի մենթալիտետը ես գիտեմ, վերաբերմունքը գիտեմ, մկակեղից խայտարակ։ Բարձա։ Հարցը լուծի։ Դες մարդավարի եմ ասում։ Так. Ուրեմն մեզ բողոք է գալի Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության գործունեության հետ կապված Սուրեն Պապիկյան։ Բողոքել են կին զինծառայողները, բողոքել ուղարկել են Անահիտ Մանասյանին բաց նամակ, որ ատեստացիա եք անցկացնում զինծառայողների շրջանում կին եւ տղամարդ,
բայց եթե տղամարդկանց ատեստացիոն խումբը բաժանված է 7 խմբի, դե տարիքային բաներով կանանցը բաժանված է 4-ի։ Եվ 50-55 տարեկան կինը պիտի գա 35 տարեկան կնոջ ֆիզիկական տվյալների համապատասխան ատեստացիա հանձնել։ Տիկին Անահիտ Մանասյան, դուք կին եք, դուք օմբուդսմեն եք, ես Սուրեն Պապիկյանից խորշում եմ, չեմ էլ ուզում անդրադառնամ դրան, բայց ինձ թվում է, որ դիմում բողոքը, նամակը, բաց նամակը, որ հասցեագրեն ձեզ, դուք դրան պետք է թակ ընթացք, որովհետև այո, անարդար է, որ 50 տարեկան կինը 35 տարեկան կնոջ մարզաձևին համապատասխան պիտի ատեստացիա հանձնի։ Մաշ պրասոկ, չգիտեմ, ժիմ, տեղում թռվռալ, վազել, պարկել եւ այլն։ Աբսուրդի ժանրից է։ Դրանով ես խնդրում եմ զբաղվեք։ Հաջորդը մի րոպե ըստ հերթականության գանք ստեղ սա սայլանցանք ուրեմն ես մի քանի օր առաջ հայտարարել էի, որ հանրապետական կուսակցությունը պիտի ակտիվանա նոր դեմքով։ Այն իշխան Սաղաթելյան հաջողություն հայտնվում է Շարմազանով։ Շարմազանովս էլ հայտնվեց։ Բացի այն, որ Շարմազանովը հայտնվել է, հիմա միտինգներ են սկսում անել ինչ-որ Նիկոլի դեմ դեզդեն, իրանց բերած, իրանց ընտրած, որովհետև հանրապետական կուսակցությունը կնոպկեն սխմեց, որ Նիկոլ Փաշինյանը դառավ վարչապետ, եկեք չմոռանանք։ Եվ 6 տարվա մեջ 0 դատապարտյալ ՀՀԿ կուսակցությունից։ 6 տարի է Նիկոլ Փաշինյանը բաշխանություն, 6 տարվա մեջ ոչ մի հանրապետական չդատապարտվեց, չդատվեց կոռուպցիայով, թալանով եւ այլով։ Բայց դա մի կողմ, Սերժ Սարգսյան։ Հանրապետական կուսակցությունը հայտարարում է, որ Սերժ Սարգսյանը տեղյակ չի եղել այն կոռուպցիայից, որը տիրում է Հայաստանի Հանրապետությունում։ Իա, իրոք։ Եկեք խոսենք փաստերով, պարոն Սերժ Սարգսյան։ Տեղափոխվենք 2015 թվական, երբ ողջ առողջ էր Գորի Գուրգենիչը։ Օր խոսում եմ քո հետ օրերով։ Ամեն ուրբաթ օր Գորի Գուրգենիչը գալը մեր կոմոդ զեկույցի։ Սակայն 2015 թվականի գեղեցիկ մի օր, չորեքշաբթի օր, Գորի Գուրգենիչը դիսկը խփած դոշի, ոսորեն նեգրի պատմությունը, եկավ կոմոդ զեկույցի։ Ինչ զեկուցեց քեզ Գորիկ Գուրգենիչը, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ախրանի պետ Արշակը թղթի վրա է կարմիր գրիչով գծած, տակը, կանաչով էլ ներքևը, որ 30-ից 50,000 դոլար գումարա վեկալը միլպետ նշանակելու համար ռայոններում։ Այդ ինֆորմացիան Գորի Գուրգենիչը դրել է քո դեմը։ Նաև գայի զվոդի պետ ընդունելու համար 50-ից 60,000 դոլարը պահանջեմ Արշակը։ Երորդ, մռուի տարածքը սաղ վեկալել է Արշակը, չայնի, մայնի, կաֆե, մաֆե, ապա, պրավա տպող սարքերը, բանա, վարձակալությանը տվե MVD-ին, տեղ պասպորտ տպող սարքերը, վարձակալությանը տվե MVD-ին, հələ միջև այսօր էլ մռուի տարածքը Արշակին է։ Քեզ զեկուցել է Գորիկը, զեկուցել է։ Պլյուս կեղծ գայիշնիկներ, նարկոտիկ, դոլարնի, պլյուս գախնալսումներ, որ անկում ուզում են գախնալսելու համար, վեկալամային բոզի տաղա ավակյան աշոտին ասում էր 7-ի պետ, սրա նրա հեռախոսամարը կողմ են միակ քերական գործի մեջ, գրզո, մրզո եւ այլը, Նայրա Զուրաբյան, անունը որոնք որ ես գիտեմ, Նայրա Զուրաբյան, Դոդի Գագո, ընդեղ գրզո, մի րոպե, էնում տաղոնեին, վեկալ է կողը, կհիշեմ, տարբեր մարդկանց հեռախոսամարը, որ կապ չունեին այդ քերական գործը, կողմ են ու կողմ էին պրասնուշկի տակ։